Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր հունիսի 18 Քրիստոսի անձնական հայտնությունը Եթե դուք քարոզիչ, միսիոներ կամ ուսուցիչ եք, հարցրեք ինքներդ ձեզ, ինչ եք սովորեցնում, արդյոք դա ինչ-որ մեկի փոխանցածն է ձեզ կամ որևէ մեծ ուսուցչի հայտնությունների վերապատմումը, թե դուք անձամբ զգացել եք Հիսուս Քրիստոսի մասին ձեր սեփական հայտնությունը, եթե այո, ապա արդյոք այդ հայտնությունը մեծանում է, արդյոք երկինքը բացված է ձեր առաջ։ Պողոսն ասաց, որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք։ Գործք 17-28 խոսք։ Աստծո իրական տղամարդիկ և կանայք ապրում են այս շատ նեղ, բայց լայն շրջանակում։ Նրանց յուրաքանչյուր քայլը կապված է միայն Քրիստոսի շահերի հետ։ Շատ տարիներ առաջ Սուրբ Հոգին ինձ գրավեց մի ծառայության մեջ, որը քարոզում էր միայն Քրիստոսին։ Ախ, որքան էի ցանկանում քարոզել միայն նրան, բայց սիրտս կենտրոնացած չէր և շրջանակը չափազանց նեղ էր ինձ համար։ Արդյունքում ես չունեի հայտնության հոսք իմ քարոզչությունը հիմնավորելու համար։ Պողոսն ասում է, որ Քրիստոսը հայտնվեց իր մեջ, այլ ոչ թե միայն իրեն։ Աստծո աչքերում անպտուղ է քարոզել մի խոսք, որը դեռևս իր զորությունը չի ցուցաբերել քարոզչի կյանքում և ծառայության մեջ։ Որոշ խելացի մարդկանց համար կարող է նորմալ թվալ Քրիստոսի մասին կրքով քարոզելը, բայց ոչ Աստծո տղամարդու կամ կնոջ համար։ Մենք պետք է քարոզենք Քրիստոսի անընդհատ աճող հայտնությունը, բայց միայն այն դեպքում, երբ այդ հայտնությունը խորը փոփոխություն կառաջացնի մեզանում։ Առանց Սուրբ Հոգուց եկող հայտնության շարունակական հոսքի մենք միայն կկրկնենք հնացած պատգամները և մեր խոսքերը կընկնեն գետնին։ Մենք պետք է շարունակ լցված լինենք Քրիստոսի անվերջ հայտնությամբ։ Նման հայտնություն սպասում է Տիրոջը յուրաքանչյուր ծառայի, ով պատրաստ է սպասել նրան հավատալով և վստահելով Սուրբ Հոգուն, որ նա իրեն կհայտնի Աստծո միտքը։